կայարած խմբավորման ղեկավար անդամ լինելու մեջ, ինչ վերաբերում է մյուս դրվագին, ես ասել եմ հետևյալը, որ այս պատմությունը ուսումնասիրելով ես հիշեցի մի քանի ֆիլմեր, որտեղ նկարված է, թե ինչպես են օտարերկրյա հատուկ ծառայությունները ֆինանսավորում իրենց ազդեցության գործակալներին։ Խնդրում եմ ինձ վրա հղում անելիս իմ ասածից որևէ բան չպակասեցնել եւ որևէ բան չավելացնել։ Շնորհակալություն։ Պարոն Արսենյան, համեցեք ներողություն ձեզ ձեր երույթը ձգձգելու համար։ Շնորհակալություն։ Հարգելի խորհրդարան, փաստորեն ստացվեց այնպես, որ ես իմ ելույթով ավարտում եմ այս քննարկումը պատգամավորների կողմից եւ ես կուզենամ ձեզ տեղյակ պահել, որ ես չեմ պատրաստում խիստ ելույթ ունենալու եւ անպագորգոր բաներ ասելու, բայց մի քանի դիտարկում կուզենայի ձեզ ասել։ Երբ որ բաժանվեց այդ թղթապանակը, որը որ բոլորդ ստացաք, որպեսզի ծանոթանաք, ես հրաժարվեցի այդ թղթապանակը վերցնելուց, որովհետև ես պարզապես հավատում եմ պարոն Օսկանյանին։ Ինձ պետք չէր այդ թղթապանակը։ Չի մտնում իմ հետաքրքրասիրությունների շրջանակի մեջ։ Չի հետաքրքրում պարոն Օսկանյանի Civitas հիմնադրամի կողմից իրականացած ֆինանսական հոսքեր, ես այլ հետաքրքրություններ ունեմ իմ կյանքում։ Կարծում եմ, որ հիշելով այն հայտնի ձևակերպումը, որ երկիրը դա իր մարդիկ են, պետք է մի քիչ ավելի զգուշ լինենք, թե ինչ ենք անում մեր մարդկանց հետ։ Որտեղ երկրի մասին դատում են միայն իր մարդկանց մասին դատելով։ Մարդկանց հեղինակության հանրագումարը դա երկրի հանրագումարն է։ Շատ ինձ դուր եկած մի արտահայտություն եմ ուզում ձեզ ասել, երևի մեծ մասը գիտեք, բայց ուզում եմ կրկնել։ Ամերիկացի փիլիսոփաներից մեկը, որի անունը ասենք անգիր չեմ կարողանում հիշեմ, մտքումս պահեմ, մի շատ լավ ձևակերպում էր տվել այն բանին, թե ինչ բան է հայրենասիրությունը։ Նա ձևակերպել էր հետևյալ կերպ, որ հայրենասիրությունը դա մարդկանց ամեն րոպե պատրաստ լինելն է պաշտպանել սեփական երկիրը իր սեփական կառավարությունից։ Այո, նաև ասենք հայրենասիրության դրսևորում, որովհետև այն ինչը որ մենք այսօր անում ենք, այդ արածը ունի արձագանքներ։ Միլիոնավոր կամ տասնյակ միլիոնավոր մարդիկ, հեռուստադիտողներ, ռադիո լսող բարեկամներ, ինտերնետային կայքից օգտվող սպառողներ կարդում են լրատվության նորություն, կոռուպցիոն սկանդալ, արտգործնախարարը մեղադրվում է փողերի լվացման կամ յուրացման մեջ, տարբեր երկրներում։ Կարծում եմ, որ այս գործի ընթացքը լինելու է զրո, չի հաստատվել այդ մեղադրանքը եւ կարճվելու է այդ գործը։ Սակայն ի տարբերություն նրան, թե ինչ են կարդում, սկանդալը, հերքումը կարդալու է 0.1%-ը։ Եվ մեր երկրի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, Հայաստանի Հանրապետության պետական գործիչների վրա մնալու է նաև մի թեթև լաքը նորից, էլի։ Եվ թիմ մաքրումը հնարավոր չի գտել են գործիքները, որով հերքումը նույնպես հասցնես այդ ծավալով եւ այդ տիրաժով։ Ես դա գիտեմ, ու դա գործիք է, որ աշխարհում կիրառվում է։ Հայտնի ձևակերպումը կա, որ ասենք պետական չինովնիկին մեղադրեցին նրա մեջ, որ աղջիկը զբաղվում է մանրավաճառությամբ, ինքը հաջորդ 10 տարի բոլորին բացատրում է, որ ինքը աղջիկ չունի, պարզապես։ Այդ տարբեր կատեգորիաներ են արդեն ասել, տիրաժանել եւ դրանից հետո արդեն փորձել ասել, չգիտեք ինչ, այս հարցում այնքան էլ հեռատես ու ճիշտ չենք։ Քաղաքական մոտիվների մասին բացարձակապես որևէ բան չեմ ուզում ասեմ, որովհետեւ թողում եմ ամեն մեկին իր խղճի առաջ այս հարցում։ Չեմ ուզում հանդես գալ այն մարդու դերում, որ իր երկրին կարող է մեղադրի, որ սկսել է քաղաքական քաղբանտարկյալներ արտադրելու գործընթացը։ Կա մեր մոտ այդպիսի բան, տեսել ենք, անցել ենք, բայց չեմ ուզում այդ դերում հանդես գամ։ Ուզում եմ հանդես գամ մի քիչ այլ դերում։ Ուզում եմ ասել հետևյալի մասին, ինչ բան է Հայաստանի Հանրապետության այսօրվա եւ վաղվա իրավիճակը։ Այսօրվա իրավիճակը կայանում է նրանում, որ քիչ առաջ իմ գործընկերներից մեկը, հնչեցրեց դավադրությունների մասին այդ թեզը, որ սցենար, ինչ-որ մեկը ինչ-որ բան է անում, հեռահար նպատակներով պլանավորել է եւ ջոգել են, այսպես ասենք, քաշվել ենք։
ճոգել են այդ բանը, մենք քաշվել ենք, հիմա այդ սցենարը չենք կարող։ Հարգելի մեծամասնություն, եթե այդ սցենարը մենք իրականացնում ենք ու դա վարվել է, հուսաթափ արեք մեզ պարզապես։ Կոտրեք այդ սցենարը եւ մի վերցրեք պարոն Օսկանյանի անձեռնամխելիությունը։ Հեռատես քաղաքականություն իրականացրեք, որովհետեւ ստացվում է հետեւյալ բանը։ Բացի մի անկախ падգամավորից, մնացած բոլորը քաղաքական մեծամասնության ներկայացուցիչներ եւ իրենք իրենց որոշումը պետք է հիմա այդ որոշումը կայացնեն ու այդ խնդիրը վերցնեն իրենց վրա։ Մեր երկրին վերաբերող հարցը, հարգելիներս, մեր բոլորին վերաբերող հարցը, մեկնաբանությունների հարցը, բոլորը ձեր հոգու խորքում հասկանում եք, որ քրեական հանցագործության, կանխամտածված փողերի յուրացման, լվացման մասին խոսք չկա, բոլորը դա հասկանում եք։ Նորմալ մարդ ենք բոլորս էլ։ Հասկանում եք, որ դա մեկնաբանությունների հարց է, այդ մեկնաբանությունները ամեն մեկը իր համար կարա տա, ինքը իր առջև։ Եվ դրա համար ես ձեզ առաջինը կոչ եմ անում նաև քաղաքական մեծամասնությանը գործադրել ջանքերը եւ խնդրել դատախազությանը կամ ասել կամ հրահանգել կամ չգիտեմ ոնց է ինչ փոխհարաբերությունը, որպեսզի նա հետ վերցնի իր միջնորդությունը, առավել եւս որ շաբաթ օրվա իրադարձությունները, երբ որ այդ ողջ գումարը արդեն փոխանցված է նաև Civitas-ին, այսինքն պարոն Օսկանյանը նաև հրաժարվել է իր այն իրավասություններից, որը կոչվում էր տնօրինել եւ իր հայեցողությամբ արդեն փոխանցել է լրիվ Civitas-ին։ Այսինքն կարծում եմ, որ արդեն որևէ հանցակազմ չկա եւ փորձել, ասենք, մեր երկրի պետության դեմքը ինչ որ ձև ունենալով հանգիստ ճանապարհ փրկել առաջինը։ Եթե կգնաք այդ ճանապարհով, ես իմ շնորհակալությունը կհայտնեմ ձեզ եւ կփորձեմ ստանալով ազգային ժողովի նախագահի անձնական համաձայնությունը եւս մի անգամ ցիտեմ այն, ինչը որ ցիտվեց իր կողմից, երբ որ իրականացավ ազգային ժողովի նախագահի ընտրությունները։ Հիվանդություն եւ ճշմարտություն այդ շրջանակներում։ Իսկ եթե դա չի լինի, ես ձեզ ուրիշ բան եմ ուզում խորհուրդ տամ, հարգելի, ընկերական խորհուրդ եմ տալու։ Կարծում եմ, որ հիշում եք բոլորդ սովետական ժամանակներից եկող այն հայտնի պատմությունը, երբ որ գիտական թեզի պաշտպանության ժամանակ գիտխորհրդի բոլոր անդամները բացի մեկից դեմ են քվեարկած լինում։ Եվ գիտական խորհրդի նիստից հետո ամեն մեկ առանձին մոտենում է այդ տեխնացուին, ով որ հայտ է ներկայացնում, ամեն մեկ առանձին ասում է մի կողմը որ կար այդ ես էի։ Դրա համար կարծում եմ, որ կարիք կլինի, քանի որ միայն քաղաքական մեծամասնության ընդունելիք որոշումն է, կարիք կլինի, որ հակառակ իրավիճակներ լինի, վերջո չեմ կարծում էլի, որ քաղաքական մեծամասնությունը միաձայն պետք է ասի այո, մենք մեր գործընկերոջը զրկում ենք պատգամավորական անձեռնամխելիությունից, որովհետև ես անձամբ ունեմ մի սկզբունք պատգամավորական գործունեություն իրականացնելուց, եթե այս ամբիոնից այն մարդում անձեռնամխելիություն ուզում եմ վերցնել, չի խնդրում ինձ, որպեսզի ես թույլ տամ, որ ինքը իր գործիքներով շարունակի պայքարը, ես երբեք այդ մարդուն չեմ տա, ով ուզում է լինի, հասկանում եք։ Ես անձամբ իմ դիրքորոշումը այդպիսին է անձնական, դա քաղաքական չասեմ, դա ես մարդուն չեմ տա, որովհետև մարդը ունի ժողովրդի կողմից իրան տված լիազորություններ, ժողովրդի ընտրողի կողմից տված։ Ես ինքս երբեք ինձ իրավասու չեմ համարում մարդուց վերցնել այն, ինչ իրան տվել է ժողովուրդը։ Ես կարծում եմ, որ ավարտեցի իմ ելույթը, շնորհակալություն եմ հայտնում ձեզ լսելու համար, կարծում եմ, որ այս տոնով ավարտելով ելույթը եւ այս նոտայի վրա, այս տոնայնությամբ ավարտելով քննարկումները, հնարավորություն են տալիս ձեզ իրականացնել այն գործողությունները, որը կհամարեք նպատակահարմար։ Եվ իրականացնում ենք մեր կողմից ընդունած որոշումը, մենք մաղթելով ձեզ արդյունավետ աշխատանք լքում ենք ազգային ժողովի դահլիճը։ Շնորհակալություն։ Մեր Ժագել ջան, համեցեք։